Դեռևս 17-րդ դարից 1669 թվականից սկսած գտնվելով Օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ նշանավոր Կրետե կղզու հույն բնակչությունը երկարատև եւ հերոսական պայքար էր մղում մայր հայրենիքին Հունաստանին միանալու համար։ Ապստամբությունները հաջորդում էին միմյանց։ Ողջ Կրետե կղզին ապրում էր Հունաստանի հետ միավորվելու երազանքով եւ միայն դարեր անց 1897 թվականին հույն ապստամբները իրենց հմուտ քաղաքական ղեկավարների ջանքերով հռչակեցին Կրետեի քաղաքական միությունը հայրենիքի Հունաստանի հետ եւ ռազմական աջակցություն ստացան Հունաստանից։ Նույն 1897 թվականին Պարզեւոր Թուրքիան պատերազմ հայտարարեց Հունաստանին։ Այդ պատերազմում Հունաստանը պարտություն կրեց, սակայն Կրետեի ժողովրդական հայրենասիրական ոգին այնպիսի ծավալներ էր ընդունել, ոգևորությունը այն աստիճան մեծ էր, հոգևորը, ազգայինը, որ մեծ տերությունները ստիպված էին հռչակել կղզու համար քաղաքական ինքնավարություն Անգլիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ռուսաստանի հովանավորության ներքո։ Արյունարբու Սուլթան Աբդուլհամիդը հարկադրված եղավ ընդունել Կրետեի ինքնավարությունը։ Հույն հայրենասերները աստիճանաբար եւ առանց ավելորդ աղմուկի սկսեցին կղզում իրականացնել բարենորոգումներ, վարչական այնպիսի վերափոխումներ, որոնք ուղղակի իմաստով նախապատրաստեցին կղզու միավորումը Հունաստանի հետ, երբ բոլոր թելերը կարված են, երբ բոլոր միավորումները արված են, բոլոր կապերը հաստատված են, այլևս անհնար էր Կրետեն ոչել մայր հայրենիքից։ Եվ աստիճանաբար ու բնականորեն Կրետեն դուրս մնաց թուրքական տիրապետությունից։ Հույն քաղաքական առաջնորդները չէին շտապում, սպասում էին հարմար պահի։ 1913 թվականին երիտթուրքական հեղաշրջումը լիովին փոխեց Թուրքիայի քաղաքական դիմագիծը, հնարավորություն տալով դաշնակիցներին վերսկսել ռազմական գործողություններ Թուրքիայի դեմ։ Դա եղավ Թուրքիայի պարտությունը, պարտվեց այդ հիվանդ ու քայքայվող երկիրը։ Նույն թվականի մայիսի 30-ին Բալկանյան դաշնակիցների եւ Օսմանյան կայսրության միջև կնքվեց հաշտության պայմանագիր։ Դա Հունաստանի հաղթանակն էր։ Հունաստանը անվերապահորեն ստացավ Կրետե կղզին։ Հաղթեց հույն ժողովուրդը, որովհետև ուներ դիվանագիտական փորձառություն ունեցող ուժեղ ղեկավարություն, որ ուղղակի արմատախիլ արեց ազգային պայքարում կուսակցությունների պառակտիչ ներկայությունը։ Բարեկամներ, սիրեք հայ գրականությունը, կարդացեք մեր գրողների գրվածքները, եղեք հատկապես ուշադիր ու հոգատար նրանց նկատմամբ։ Նախ իրենք արժանի են դրան, իրենք չապրեցին այն կյանքը, որ ապրել են արտասահմանյան հեղինակները, գրելով, տպագրվելով, ունենալով մեծ տպաքանակով լույս տեսած գրքեր, նրանց գրքերը փոքր տպաքանակով են տպվել եւ նրանք ապրել են շատ դժվարին մի կյանք։ Սիրեք հայ գրողներին, որովհետև նրանք ստեղծել են անմահ գեղարվեստական արժեքներ եւ այն դարերում են ստեղծել, երբ Եվրոպայում դեռ վերածնունդ չէր սկսվել, մշակութային գրական շարժում չէր եղել, մենք մի քանի դար առաջ են եղել աշխարհից, քաղաքակրթության հիմնադիր ազգ։ Սիրեք հայ գրողներին։ Բացի այդ, ես առանձնահատուկ հուզումով եմ բացում հայ գրողների բոլորի գրքերը, մեր բոլոր դասականների մասին է խոսքը, որովհետև մի հուզումնալի սեր կա այդտեղ արտահայտված, մի ջերմ շունչ, որի ոչ մի գրականության մեջ չկա։ Ես այսօր ուզում եմ մի փոքրիկ համեմատություն կատարել։ Ինքս լինելով արտասահմանյան գրականության մասնագետ եւ լավապես իմանալով այն գեղարվեստական արժեքները, որ ստացել են արտասահմանյան գրականության ներկայացուցիչները, ես անհուս սիրով սիրում եմ իմ գրականությունը, հայ գրականությունը։ Մի քանի տող Ալբեր Կամյուի հրաշալի գրքից։ Ալբեր Կամյու, Օտարը։ Վեպը սկսվում է այսպես. Այսօր մեռել է մայրս,
Կամ գուցե 3, չգիտեմ։ Հեռագիր ստացա ծերանոցից, մայրդ վախճանվեց։ Ծերանոցը գտնվում է Ալժիրից 80 կիլոմետր հեռու։ Ավտոբուս կնստեմ ժամը 2-ին, իրիկվա կողմ տեղ կհասնեմ։ Այսպիսով կկարողանամ գիշերել այնտեղ։ 2 օրվա արձակուրդ խնդրեցի պետից եւ նա չկարողացավ ինձ մերժել։ Ավտոբուս նստեցի ժամը 2-ին, շատ շոկ էր։ Սովորականի պես ճաշեցի ռեստորանում եւ այսպես շարունակ։ Ուշադրություն դարձրեք ոճը, մայրն է մահացել եւ այսպես ներկայացվում է այս ողբերգությունը։ Այժմ ձեզ ներկայացնեմ հայ գրականություն։ Անրի Վերնոյ, Մայրիկ, ահա այս գրքի մասին է խոսքը, որ ձեզ հորդորում եմ կարդալ։ Թողանունը ձեզ շփոթության չմատնի, հեղինակը նշանավոր հայ է, աշխարհը նվաճած հայ, Աշոտ Մալաթյան։ Դուք երևի նաև դիտել եք Մայրիկ սքանչելի ֆիլմը, եւ այդ վեպը, ֆիլմը նկարվել է վեպի հիման վրա, սկսվում է այսպես. խնդրեմ, ուշադրություն դարձրեք հայ մտածողությանը, արտահայտված հայերեն բառերի միջոցով։ Մայրիկը մեռնում էր։ Այնպես, ինչպես ապրել էր, զուսպ, առանց որևէ մեկին նեղություն տալու։ Ես նայում էի նրան, սպիտակ սավանների մեջ պառկած, հեզիկ, մաքուր, խաղաղ, մենակ, մահվան դեմ։ Հուզվում եմ, կներեք, բայց ճիշտ եմ անում, որ հուզվում եմ, որտեղ ես կարդում եմ հայ գրականություն։ Մենակ մահվան դեմ, քանի որ հիմա գիտեմ, մարդը միշտ մեռնում է մենակ։ Չգիտեմ ինչու, այս անսահման վշտի պահին, երբ արցունքները խեղդում են, բավական է մի աննշան շարժում, որ թափվեն այտելիս։ Սա է հայ գրականությունը, զգացիք տարբերությունը, կարդացեք հայ գրականություն։ Նրա գրական անունն առաջացել է հին հունական դիցաբանությունից հայտնի սիբիլանների կամ սիպիլների անունից։ Սիբիլաները հին աշխարհում համարվում էին գուշակուհիներ, մարգարեուհիներ, ովքեր մարդկանց փոխանցում էին աստվածների կամքն ու ապագայի տեսիլքները։ Զապել Ասատուրը այս գրական անունը ընտրել էր որպես խորհրդանիշ, մարմնավորելու համար կնոջ ներաշխարհի խորհրդավորությունը, իմաստնությունն ու գրական գեղարվեստական եւ ինչու՞ չէ, նաեւ հոգեվոր կանխատեսման ուժը։ Սիպիլ, ահա այս հռչակավոր գրողի անունը, ով ծնվել է հուլիսի 23-ին 1863 թվական Ստյուտար Պոլիս։ Զաբել Ասատուր, առավել հայտնի է որպես Սիպիլ, հայ ամենակարկառուն կին գրող ու մանկավարժներից է։ Ծնվել է 1863-ին Կոստանդնուպոլսի Ստյուտար թաղամասում ստանալով Զաբել Խանջյան անունը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի ֆրանսիական վարժարանում, այնուհետև հաճախել է Սուրբ Խաչ դպրոց և Ստյուտարի ճեմարան։ Սիպիլի հայրը զբաղվում էր ժամացույցների վաճառքով, իսկ մայրը սիրում էր կիթառ նվագել և հաճախ բանաստեղծություններ էր կարդում իր զավակների համար։ Հենց մորից էլ սկսվում է Սիպիլի սերը պոեզիայի հանդեպ, ում նա հետագայում կձոնի «Կիթառդ» երգը։ Ստյուտարի ճեմարանն ավարտելուց անմիջապես հետո Սիպիլը 1897-ին հիմնում է ազգանվեր հայուհյաց ընկերությունը, որի հիմնական նպատակն էր Պորսում և հատկապես հայկական գավառներում դպրոցներ հիմնել հայ կանանց համար։ Ընկերությունը գործեց 20 տարի, հոգալով աշակերտուհիների կրթաթոշակային ծախսերը, իսկ վերջին տարիներին նաև հոգ տանելով որբերի մասին։ 1881-ին Սիպիլն ամուսնանում է փաստաբան Կարապետ Տոնելյանի հետ, որը կնոջն օգնում էր ընկերության գործերում։ 1901-ին Տոնելյանի մահից 1 տարի անց Սիպիլն ամուսնանում է գրաքննադատ Հակոբ Ասատուրի հետ։ Նրանք ծանոթ էին դեռ 1898-ից, երբ Գրիգոր Զոհրաբի հետ վերահրատարակեցին Մասիս հանդեսը։ Ասատուրի հետ համատեղ Սիպիլը մի շարք աշխատություններ է հրատարակում, այդ թվում Թանգարան անունով
հայերեն քերականության եւ ընթերցանության դասագրքերի շարքը։ Գրական շրջանակներում Սիպիլը հայտնի է դառնում 1880-ականների վերջերից։ 91-ին լույս է տեսնում նրա աղջկան Մսիրտը վեպը, օրիոր տալիս կեղծանվան տակ։ Բարձրացրած թեմաները, հատկապես հայ կանանց ազատությունների խնդիրը, շատ կարևոր էր այդ տարիների համար։ 1902 թվականին արդեն Սիպիլ անվան տակ լույս է տեսնում Ցոլքեր բանաստեղծությունների ժողովածուն, սիրո, հայրենիքի եւ ընդհանրապես մարդկային նուրբ զգացմունքների մասին, շարունակելով արևմտահայ գրականության ռոմանտիզմի ավանդույթները։ Հայոց ցեղասպանությունից հետո Սիպիլը շարունակում է իր գործունեությունը հրատարակելով մի շարք ժողովածուներ։ 1928-ին կյանքից հեռանում է նրա երկրորդ ամուսինը, Հակոբ Ասատուրը։ Սիպիլի առողջական վիճակը սկսում է թուլանալ։ 1933-ին, երբ նշվում էր նրա գրական եւ մանկավարժական գործունեության 50-ամյակը, Սիպիլը կաթվածի հետևանքով գանված էր անկողնուն։ Հաջորդ տարում նա հեռացավ կյանքից եւ ամփոփվեց Պոլսի Շիշլիի գերեզմանատանը։ Տեր, եթե հուր վարքով լույսեն անթափանց հորինեցիր կինն այնքան բարձր, այնքան վեր, ինչու արևնալ վարեցիր լուսապանց։ Իր նայվածքը կյանք սփրելու չեր փավեր։ Եթե վարդին փուրմունքներով նոծեցիր կնոջ ժպիտն, իր բերջանքներն ու ցավեր, ծաղիկներով ինչու բջնել թաշտն անձիր։ Իր խունկն աշխարհ հմայելու չեր փավեր։ Տեսանյութը, որ դիտեցինք, պատրաստել էին Բուն TV-ի մեր գործընկերները, միայն մի ուղում կցանկանայի անել նրանց, Սիպիլի երկրորդ ամուսնու անունը ոչ թե Հակոբ, այլ Հրանտ է եղել, Հրանտ Ասատուր։ Եղեռնի սարսափելի օրերից առաջ հայ բանաստեղծուհին երազում էր. ահա մի ճկտաղ էջ այս անսահմանորեն գեղեցիկ բանաստեղծական աշխարհից, որը Սիպիլինն է, աղվոր երազ։ Ամպերեն վեր, աստղերեն վեր, կյանքեն վեր, աստվածության մպալատը կերազեմ, կուզեմ, որ զայն պատեն լայն ջինջ ծովեր և դուրներուն ազատությունն լասեմ, իր գմբեթը չլա ոսկի, ոչ արծաթ, բայց այն բռնեն ճերմակ երազներ, որոնց ծաղիկ ծիծաղներեն լուսացայտ ուրախության ճառագայթումը հասներ։ Սիրտերն լան մեծ փարոսներ բյուրեղե, զգացումներն ապրին ազատ, անտաղտուկ, ամեն շրթունք ելք, սեր, քերթված հեղեղե, ոչինչ պստիկ, ոչինչ տգեղ ու գաղտուկ, ուսերն լապարատի մեջ դիցուհին, հավայնասփյուր բեհեզով մհիացման, հոգիները ծավալանան, պարուրվին, ձեր ապշանքով զեղուն ծաղկե խնկաման, ճշմարիտը մերկ, սուրբ վճիտ, անոլորտ, գեղեցիկը համակ այգ բոց ու փթթում, աղավնի ջուն թևերով, լայն ու լորդ հոնսավարնի բարությունը անպատում, անոց պաշտում սկանչապայլը անայլ, հոգիներուն լապսակն ու դապնին, և մեծ սիրո խարուկին մեջ բոցապայլ, վարին, սակայն երբեք չհարին։ 1913 թիվ, մեծ եղեռնից առաջ, ահա թե ինչ էր գրում հայ բանաստեղծուհին, աշխարհում չկա նման ազնվություն, նման մաքրություն, որ տվել է Աստված մեր ժողովրդին։ Բանաստեղծուհին համոզված էր, հայ ազգը կրնա մխիթարվիլ իր բոլոր դժբախտություններուն մեջ, երբ կտեսնե ծաղկումը ընտիր զգացումներու։ Այսինքն դժվար օրերին եկեք հակադրենք մեր ընտիր զգացումները եւ կոչնչանան, կանհետանան վատ խոհերն ու բացասական էներգիան, որը տիրում է մեր երկրին։ Որքան արդիական գաղափար է սա, այո, Սիպիլը արժանի է, որ իր գործը, իր ավանդույթները շարունակենք։ Ահա ինչու մենք իր անունը այսուհետ զետեղելու ենք ժամանակակից հայ գրողների շարքում եւ առհասարակ եկեք ըստ արժանվույն գնահատենք եւ մեծարենք
մեր բանաստեղծուհիներին, կին արձակագիրներին, հայ կանանց առհասարակ արվեստի մեջ, քանզի ինչպես Սիպիլն էր հավատում, նրանք են մեր ապագան կանխատեսողները։ 1914 թվականին Կարսում տպագրվեց Չարենցի առաջին գիրքը «Երեկ տխրատալուկ աղջկան», որ նվիրված էր Աստղիկ Ղոնդաղչյանին։ Սակայն բանաստեղծի առաջին սերը Աստղիկ Ղոնդաղչյանը, նաև Աստղիկի հայրը այդ գիրքը չհավանեցին։ Ինչու՞, ինչ էր պատահել։ Նույնիսկ Աստղիկը խոստովանել է. «Չարենցը ինձ խայտառակել էր»։ Ինչ էր արել Չարենցը, որ այդպիսի դժգոհություն առաջ բերեց իր սիրած աղջկա սրտում։ Ահա թե ինչ են կարդում այդ գրքում։ Անքուն գիշերին, սերը մեզ համար արցունք ու արյուն, սերը մեզ համար մահվան ջին ունի։ Սերը բանաստեղծի հուշերում, սիրելի բարեկամ, մնացել էր իբրև մի սառը անկողին, հենց այս արտահայտությունը Չարենցը գործածել է իր գրքում, եւ հետո բացատրել. ինձ համար մեռավ ամեն սրբություն, գնա սիրելիս։ Չարենցի մյուս մուսան Կարինե Քոթանջյանը իր հուշերում այսպիսի վկայություն է թողել։ Փոքրուց թե ընտանիքում, թե դրսում իրեն լքված համարելով, Չարենցը չարն էր պահել իր սրտի մեջ, մխիթարություն էր գտնում օղու եւ բարեհոգի կանանց մեջ, ընտանիքում Չարենցը դաժանություն էր տեսել, հայրը նրան արհամարում էր, որպես գրող մրողի։ Եղել է Չարենցի կյանքում իսկական սեր, այո, եղել է։ Սակայն նրա հայտնությունից դեռ տարիներ առաջ Չարենցը երազել ու տեսել է նրան, հետերա երազում դրան կոչելով հրաբարս կին։ Ինչու հրաբարս։ Որովհետև մեռնելուց առաջ նրա աչքերում ոսկի կրակներ կային։ Կնոջ սիմվոլիկան այսպիսով մշտապես կապվում է մահվան նշանի հետ, ինչն էլ շուտով իրականություն պիտի դառնար Չարենցի կյանքում։ Տեսիլաժամեր շարքը բացվում է հետևյալ տողերով. մի լուսե աղջիկ, լուսե մի մեռել, օրերի մեկում երևում է ինձ։ 1920 թվականին բանաստեղծը Երևանում սկսեց գրել եւ Մոսկվայում ավարտեց տաղարանշարքը նվիրված Արփիկ Տեր Աստվածատրյանին։ Սա այն աղջիկն է, որը պիտի Չարենցին տար հույս, ներշնչանք ու դառնար իսկական բարեկամ։ Նրանք ամուսնացան 1921 թվականի հունիսին 26-ին Արփենիկը մեկնեց Լենինգրադ։ Առանց Արփիկի բանաստեղծը կարողացավ դիմանալ ընդամենը մի քանի օր։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին Երևանի քաղաքային այգում Չարենցը կրակեց օրիորդ Մարիաննա Այվազյանի վրա եւ ինչպես խոստովանեց քննության ընթացքում կրակել էր նրան սպանելու նպատակով։ Դեպքից մեկ ամիս առաջ կինը Արփինիկը, ինչպես արդեն ասացի, մեկնել էր Լենինգրադ ուսման նպատակով։ Չարենցը ձերբակալվեց։ Լենինգրադ քաղաքից վերադառնալուց հետո դեկտեմբերի վերջին Արփերիկի առողջական վիճակ կտրուկ վատացավ։ Նրա մոտ առաջացել էին հղիության հետ կապված բարդություններ, եւ դա բնական է։ Նա վերադարձել էր Չարենցը բանտում, պատիասի կնոջ հոգեկան վիճակը, ինչ ծանր ապրումներ էր ունենում Արփիկը։ Եվ 1927 թվականի հունվարի 1-ին նա մահացավ։ Կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար Չարենցին բանտից ազատ արձակեցին։ Այսպես ցավոք սրտի իրականություն դարձավ այն, ինչ Չարենցի սիրո տեսիլների մեջ երևացել էր իբրև մահվան բանաստեղծական նշան։ Ինչպես հնարավոր եղավ այս ողբերգությունը։ Ստեփան Զորյանը իր հուշերում նշում է պատճառը։ Չարենցը շրջապատել էր իրեն բարեկամներով, ովքեր իրականում նրա թշնամիներն էին։ Զորյանի այս վկայությունը եզակիորեն կարևոր է, որովհետև ինքը իսկապես Չարենցի բարեկամն էր, բայց չէր ընդունում այն բազմությունները, այն սահման չճանաչող վարքագիծը, անբարոյական միջավայրը, որով շրջապատել էին Երեշե Չարենցին։ Եվ երբ Չարենցի սպանության փորձի դատավարությունը սկսվեց, քննիչի հարցերին պատասխանելով
այդ միջավայրի ներկայացուցիչներից մեկը պատմել է, որ այո, մեր մեջ կար մեկը, որը Չարենցին ստիպում էր կրակել Մարիաննա Այվազյանի վրա։ Նույնիսկ այդ չարաբաստիկ օրը, կրակոցի օրը, երբ հնչեց այդ ողբերգական կրակոցը, Չարենցի այդ ընկերը ցույց տվեց գրպանում այն թուղթը, որի վրա Չարենցը ստորագրել էր, որ եթե Մարիաննան իր սիրուն չպատասխանի, ինքը կրակելու է Մարիաննա Այվազյանի վրա։ Ահա եւ Ստեփան Զորյանի օգնությամբ բացահայտվեց մի եղելություն եւ ամեն ինչ բար դարձավ մեզ համար։ Ահա ինչու հոգատար վերաբերմունք հանդես բերեք ստեղծագործողների հանդեպ։ Մի թույլ տվեք, որ չար ոգիները շրջապատեն նրանց։ Մենք միշտ խոսում ենք մեր մշակույթի ոլորտում ստեղծված բարձր գեղարվեստական արժեքների մասին, այսօր պիտի անդրադառնանք Արմենուհի Սեյրանյանին, Հանրապետության վաստակավոր արտիստ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, բազմաթիվ միջազգային մրցույթների մրցանակակիր, արժանիորեն գնահատված եւ հայրենիքում եւ աշխարհում։ Իր դերակատարումը բացառիկ կարևոր է ժամանակակից արվեստում։ Գիտեք, ոչ միայն իր տաղանդը, որը ակնհայտ է, ոչ միայն իր վաստակը, որը շատ կարևոր է, այլև իր մարդկային նկարագիրը։ Նոր դարը անչափ կարևորում է արվեստագետի մարդկային ներկայությունը ազգային կյանքում։ Հայրենասեր, նվիրյալ, լավ բարեկամ, օրինակելի կերպար է Արմենուհի Սեյրանը եւ շատ ուրախ կլինեմ, եթե դուք փնտրեք իր բարեկամությունը, ճանաչեք այդ մեծ անհատականությունը, որը ապրում է մեր կյանքում։ Վերջերս Արմենուհի Սեյրանյանը արժանացավ բարձրագույն մի մրցանակի գրականության եւ արվեստի ազգային մրցանակին, որը համարվում է բարձրագույնը արվեստի ոլորտում։ Ահա ինչու մենք այս մեծարանքի խոսքը ուղղում ենք իրեն Արմենուհուն, իր տաղանդը բացառիկ գնահատելի է մեզանում եւ հիմա դուք ունեք հնարավորություն ըմբոշխնելու Արմենուհի Սեյրանյանի կատարումը հայը հայ մշակույթի մեջ։ Սիրելի բարեկամներ, ժամանակակից հայ գրականությունը ունի առաջին դեմքեր, որոնց ստեղծագործությանը ծանոթանալը անչափ կարևոր է մեր հասարակության համար եւ հատկապես այսօր։ Ձեզ պիտի ներկայացնեմ ժամանակակից Արցախի առաջին դեմքերից մեկին, Ռաֆայել Նահապետյան, հուլիսի 19-ը նրա հիշատակի օրն է։ Մի գրող, որը թողեց լավ ժառանգություն, որը
Ավարտեց Երևանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև աշխատեց Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեում, բայց ամենից եռանդուն կերպով ներգրավված էր գրական աշխատանքի մեջ Հայաստանի գրողների միությունում, որտեղ Նոր դար ամսագրի խմբագիրն էր։ Այնուհետև վարեց գրական հինշապտիները էլի Հայաստանի գրողների միությունում եւ բոլորը հիշում են, ինչ աշխուժություն էր։ Գրողների միությունը վերածվել էր մեղվապետակի, բանավեճեր, քննարկումներ, աշխուժություն եւ ընտիր գրականություն, որը հրատարակվեց այն տարին։ Իսկապես անկախության շրջանի հայ գրականությունը եզակիորեն գեղեցիկ մշակութային արժեք է։ Նրա լավագույն գրքերը թվարկեմ, որպեսզի դուք փնտրեք, կարդաք դրանք, հրաշեք նժույգներ, Ռազգարանի մեծ մրցանակը, Մեղեդի երևակայական ջութակի համար, Ագրավի աղջիկը եւ Ծագես խավարը եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչու եմ թվարկում, որովհետեւ Լև Տոլստոյը ասում էր. կարդացեք միայն լավ գրքերը, այլապես դուք չեք հասցնի կարդալ դրանք։ Ինչ է բնորոշ Ռաֆայել Նահապետյանի համար։ Բնորոշ է ինքնատիպ մտածողությունը։ Օրինակ, ունի պատմվածք հայելին։ Բացառիկ հետաքրքրական պատմված չէ Ռաֆայել Նահապետյանի այս տեսակետությունը, որովհետև խոսում է մեզ հետ հայելին։ Եվ ինչ, պարզվում է, որ հայելիներն էլ զգացումներ ունեն, հայելիներն էլ գնահատում են մարդկանց իրենց տերերին, այն հայելին, որը նկարագրված է այստեղ, շատ դժգոհ է իր տերերից, որովհետև նրանք իրենց վատ ներաշխարով են նայում հայելուն եւ հայելին դա զգում է, հայելին երազում է լավ ընտանիք, որտեղ բարություն լինի, որտեղ սեր լինի եւ երբ տեսնում է, որ տերը լավն է, լավ ընտանիք է ընկել, ինքն աշխատում է ավելի գեղեցկացնել իր տերերին եւ հայելու այս մենախոսությունը, որը ընկած է հենց պատմվածքի հիմքում, բացառիկ կարևոր է։ Նույն սկզբունքով է կերտել Ռաֆայել Նահապետյանը նաեւ հաջորդ պատմվածքը Մատանին, որը էլի շրջում է մատից մատ եւ իր կարծիքներն է արտահայտում տիրոջ մասին։ Մատանու այս շրջագայությունները բացառիկ հոգեբանական ներուժ ունեն եւ խոսում են մեր հասարակության հիվանդությունների մասին, մեր հասարակության խնդիրների մասին, բացառիկ կարևոր է Ռաֆայել Նահապետյանի այս ինքնատիպ ոճը, որը մեր արձակը հարստացրեց սքանչելի գրքերով։ Պիտի ասեմ, որ երբ Հայաստանի գրողների միությունը մենք սկսեցինք դասականներ եւ ժամանակակիցներ մատենաշարը, հիմնականում այս շարքով տպագրում էինք դասական գրողներին։ Միակ բացառությունը ես արել եմ Ռաֆայել Նահապետյանի համար, որովհետեւ իր գործը շատ գնահատում էինք բոլորս, իսկապես համընդհանուր ջերմ վերաբերմունք կար Ռաֆայելի արձակի նկատմամբ եւ այս մատենաշարը լույս տեսավ այս հրաշալի հատորը, որտեղ տպագրել ենք իր ամենանշանավոր պատմվածքը գրամեքենան։ Տարիներ առաջ մենք մրցանակաբաշխություն հայտարարեցինք ընթերցանության եւ եղանք Հայաստանի բոլոր մարզերում եւ հաղթանակը մեծ հաճույքով մենք տվեցինք Տիգրանաշեն համայնքին, Պարուսևակ եւ Տիգրանաշեն համայնքներին, որտեղ այդտեղ շատ բուրըն կերպով արձագանքեցին մեր գրական նախաձեռնությանը եւ հիշում եմ Արարատի մարզի Պարուսևակ համայնքի միջնակարգ դպրոցի սան Արման Զուռնաչյանը շատ մեծ ողջավորությամբ դուք հիմա էկրանին տեսնում եք պատմում էր այն մեծ տպավորությունը, որ գործել է իր վրա գրամեքենան։ Ինչ էր հետաքրքիրը այդ պատմվածքի մեջ։ Գիտեք, գրամեքենան այստեղ խորհրդանիշ է մենակ մնացած անհատի եւ հասարակության ու քանի գնում այդ անջրպետը այնքան է խորանում, որ գրամեքենայի տարերը ստեղնաշարի ցած են ընկնում եւ գրողը զրկված է իր ասելիքը հանրությանը փոխանցելու հնարավորությունից։ Սկսում էր բարեր ընտրել, որտեղ չկային այն տարերը, որոնք ցած էին ընկել, այսինքն մեր կապը հասարակության անդամների կապը, գրողի եւ ընթերցողի մարդ-մարդու հարաբերությունները գնալով սկսեցին նվազել եւ այս խնդիրը, այս ողբերգությունը ես կարող եմ ասել, վարպետորեն նկատել էր Ռաֆայել Նահապետյանը։ Իրոք առաջարկում եմ ընթերցեք գրամեքենան պատմվածք, սիրելի բարեկամներ, որտեղ դա մեր անկախության շրջանի իսկական գեղարվեստական ձեռքբերումն է։ Կար ժամանակ
Երբ մենք ճանաչում ենք մեր լավագույն արվեստագետներին, դերասաններին, գրողներին, գիտենք անգամ, որ երգերն են ճանաչվել տարվա լավագույն երգ։ Դա շատ տարիներ առաջ էր խորհրդային Հայաստանում։ Ցավոք սրտի այսօր մեր հանրությունը չի ճանաչում իր լավագույն գրողներին, լավագույն դերասաններին, արվեստի մարդկանց։ Եվ մեր հաղորդաշարը, որ այս նախաձեռնությունը ունեցել է ի սկզբանե ներկայացնել արվեստի մեջ լավագույնը, այսօր ուզում է ձեզ ներկայացնել այն գրքերը, որոնք բարձր են գնահատվել մասնագետների եւ ընթերցողների կողմից եւ արժանացվել են տարվա լավագույն գիրք պատվին։ Առաջին գիրքը, որ ձեզ եմ ներկայացնել, Սիրված բանաստեղծ Ղևոնդի Հեռացող Մարգարեն գիրք է։ Սա բացառիկ երևույթ է մեր գրականության մեջ։ Երբ աղոթքն ավարտվի, մոմերդ նվաղեն, ու ծառը չհագնի կանաչը ճյուղերի, ու կան չտիր բարձի թրջունին չտանի, եւ էլիս կանչերի տողեր, բամբերդ այսքան շատ չպիտի ուշանար, զորավարդ այսքան չպիտի ճապաղեր, այսքան շուտ չէր կարող Մարգարեն հեռանալ, այսքան շուտ չէր կարող հրեշտակն օտարվել։ Մի քանի տող, եւ դուք արդեն պատկերացում կազմեք, թե ինչ էր ասում մեզ Մարգարեն հեռանալուց առաջ։ Շատ արդիական ու սքանչելի գիրք է Ղևոնդի գիրքը։ Տարվա լավագույն գիրք է ճանաչվել Արմեն Մարտիրոսյանի Զատիկ արթնացումի գիրքը, որ հատուկ տեսնում եք, բացառիկ է նրանով, որ այստեղ տեղ են գտել Արմեն Մարտիրոսյանի լավագույն երկերի յուրօրինակ ընտրանին։ Արմեն Մարտիրոսյանը խոշոր դեմ չէ ժամանակակից գրականության մեջ, միջազգային ճանաչում ունեցող բանաստեղծ է, եւ պիտի ասեմ հետեւյալը, որ նա այն միակ բանաստեղծն էր ժամանակակից գրականության մեջ, որ կատարեց Բրյուսովի պատգամը, այսինքն գնաց դեպի միջնադարյան հայ պոեզիան եւ այդտեղից քաղեց թեմաներ, ոճեր եւ նոր մակարդակի հասցրեց այդ ժառանգորդական կապը։ Ինքը Արմենը նոր դարում հենց այդ դերն էլ կատարում էր, մի բաժին էր բացել զարդաքանդակներ, որտեղ միջնադարյան պոեզիաներ ներկայացնում եւ կողքին ժամանակակից գրականությունը։ Ահա Արմեն Մարտիրոսյան, բացառիկ բարձր անոն ու մեր գրականության հպարտությունը, իսկապես կարող եմ ասել։ Այսօր շարքով ներկայացրել ենք Թերեզա Հակոբյանի Անձրևանոց գիրքը, որտեղ շատ նրբին տողերով բանաստեղծը սեր է երգում հայրենիքի հանդեպ։ Այստեղ իր սարերն են, լեռներն են, իր զավակները, որ վազվզում են ապագա Հայաստանի դաշտերով մեկ, հայրենասիրության մեղմ ու սքանչելի ոճի ունի բանաստեղծուհին։ Ահա ինչու այս գիրքը արժանացել է այդ բարձր գնահատականին։ Շատ կարևոր գիրք ձեզ պիտի ներկայացնեմ Ջրերի կանչը։ Սուսաննա Ղազարյան, բանաստեղծուհին մեծ վաստակ ունի ժամանակակից գրական ընթացքի մեջ, յուրաքանչյուր գիրքը մեկ գաղափար։ Այս առումով ինքը տարբերվում է շատ-շատերից։ Ինչու Ջրերի կանչը։ Գիտեք, ջուրը իբրև խորհրդանիշ հայության մտապատկերի մեջ միշտ ունի մաքրվելու, զուրալվելու նշան։ Բանաստեղծուհին այսօր իհարկե գրողգործոցներ են, գիրքը բացառիկ է այդ առումով, սքանչելի մնայուն էջեր ունի, բայց ինձ շատ հրապուրում են գաղափարը, որը բերում է բանաստեղծին, եկեք մաքրվենք, ասում է, թող Ջրերի կանչը օգնի, որ մենք ազատվենք այն բոլոր բացասական հատկանիշներից, որ ժամանակը մեզ բերել է։ Շնորհակալություն բանաստեղծուհուն այս սքանչելի հատորը հրատարակելու համար։ Մեր ժամանակակից գրականության լավագույն դեմքերից մեկին եմ ներկայացնում եւ նրա Արևամարտ գիրքը Հռիփսիմե Ասատրյան։ Ասեմ, որ Հռիփսիմեն երկու գիրք ունի արդեն տպագրված, բանաստեղծական երկու ժողովածու, այժմ ընթացքի մեջ է տպարանում է նրա պատմվածքների ժողովածուն։ Իսկ ինչ վերաբերում է նրա բանաստեղծական ժառանգությանը, բանաստեղծական գործին, պիտի ասեմ, որ շատ գեղեցիկ մուտք ունեցավ Հռիփսիմե Ասատրյանը մեր գրականության մեջ, ինքը կարողացավ մնայուն էջեր ստեղծել եւ յուրաքանչյուր գիրք բերում է մի շատ կարեւոր ուղերձ մեր ազգային նկարագրին, մասնավորապես Արևամարտու խորհրդանիշը, կարդացեք այդ գիրքը եւ կտեսնեք, թե ինչ կարեւոր նորություն է բերում բանաստեղծուհին, գնալով մեր հին ավանդական պատկերացումներից, պեղելով այն, ինչ որ այսօր արդիական է։ Շատ բացառիկ արժեք ունեցող ահա աշխատանք, շնորհակալություն Հռիփսիմեին։ Այս գիրքը, որ ձեզ եմ ներկայացնում, տպագրվել է Սուսաննա Ղազարյանի ջանքերով, ինքը շատ կարևորում էր Սամուել Մարշակ, Գիգորի երազը, որը թարգմանել է, փոխադրել է Եղիշե Չարենցը։
մանուկների համար, երեխաների համար անջին նվեր, որ մեկ պատգամ ունի, հոգատար եղեք գրքերի հանդեպ, կարդացեք գրքերը եւ իփչացրեք այդ գրքերը, որովհետեւ գրքի հերոսը վատ է իրեն պահում, եւ որ գրքերը փախչում են իրենից, փախչում են, որ ինքը վատ վերաբերվում ունեցել գրքերի նկատմամբ, թե ինչ է կատարում հետո կարող եք կարդալ Սամվել Մարշակի Աչրաշարի գրքի մեջ նախատեսված մանուկների համար փոխադրությամբ Հանճարեղ Եղիշե Չարենցի։ Շատ լավ գիրք պիտի ձեզ ներկայացնեմ, վերաբերում է Արցախի մշակույթին, հեղինակը Անժելա Գաբրելյանն է, գիրքը պատմում է Արցախի նկարիչների միության հիմնադիր միջազգային ճանաչում ունեցող Սամվել Գաբրելյանի մասին։ Սամվել Գաբրելյանը գեղանկարչությունը հասրեց մի նոր աստիճանի, մնալով հենվելով Արցախի ու հայ մշակույթի ավանդույթների վրա, արմատների վրա, բոլորովին նոր արվեստ կերտեց Սամվել Գաբրելյանը, անավարտ կտավ։ Սա շատ խորհրդանշական ու ճիշտ վերնագիր է, որովհետև Սամվելի կյանքը ընդհատվեց իբրև մի կտավ, եւ այսօր մենք ուզում ենք շարունակություն տալ այդ կտավին, որովհետև մեծերը անմահ են, եւ այսպես Անժելա Գաբրելյան անավարտ կտավ, գիրք Սամվել Գաբրելյանի մասին։ Եվ վերջապես ժամանակն է ներկայացնել մեր նորածին գիրքը, նորածին, որովհետև հենց նոր մեզ է հասել տպարանից։ Մենք շարք ունենք Արցախի գրականությանը վերաբերող, լույս է տեսել այդ շարքում Վագենովյանին, ընտրանին բացառիկ լավ գիրք, եւ ահա նույն մատենաշարով մենք տպագրել ենք Գուրգեն Գաբրելյան Աստվածաշունչ տաղարան, մանուկների համար չափածո լեզվով Աստվածաշունչ տաղարան, շատ հետաքրքիր է, եկող տարի հրատարակելու ենք, սա 5 կտակարանն է, Աստվածաշունչ տաղարանը, նոր կտակարան, եկող տարի լույս կտեսնի այդ գիրքը, երբ լրանում է Գուրգեն Գաբրելյանի 100 ամյակը, մեր գրականության մեծն է Գուրգեն Գաբրելյանը, Գափո ապերը։ Սիրելի բարեկամներ, ահա այս հակիրճ փոքրիկ ծանոթումը մեր լավ գրքերի մասին, որ արժե կարդալ։